հայրենակիցներ, որը իսկապես խորհրդավոր են և ես բոլորի շնորհավորում եմ այս մեծ փառահեղ հաղթանակը ունենալու համար միասին հավաքվելու այստեղ։ Այս իմ խոսքը ավելի ուզում եմ ուղղել մեր նորագիրներին։ Ձերի նորագիրներ, դաշնակցության համար երկրնակալության արարողությունը ամենակարևոր առանցքային իրադարձությունն է ամեն մի դաշնակցականի կյանքում։ Դա առաջին քայլն է, որով դուք միանում եք դաշնակցության մեծ ընտանիքին և ոչ թե միայն կենդանի գործող դաշնակցականներին, այլ այդ ոգին պահող և այդ ոգով մեզ առաջնորդող բոլոր նահատակներին։ Դուք միանգամից դառնում եք նրանց ընկերը, նրանք դառնում են ձեր ուսուցիչը, նրանք դառնում են ձեր որդողը։ Համար դաշնակցության համար և դաշնակցականի համար դա սոստ պարզ երկում չի, դա ուխտ է, որ ամեն անց, ամեն անհատապես ինքը իր սրտից բխած կայացնում է իր կյանքը փոխելու այն տրամաբանությամբ, որ այլևս ապրում է առաջերտին իր հայրենիքի, Հայաստանի, իր ժողովրդի համար, հետո նոր ինքնին։ Սա ձեր կենցաղում լրջագույն փոփոխություն է առաջացնում։ Դուք ավելի առաջերտին մտածելու եք այն հոգսերի մասին, որ ունի հայ ժողովուրդը, այն իրավունքների մասին, որոնք ոտնահարված են և դրա վերականգնման առաջամարտիկն եք ձեզ համարելու, և նոր միայն ձեր կենցաղով եք զբաղվելու ձեր անձով։ Սա դաշնակցության երբան ամենակարևոր խորհուրդն է, և դաշնակցությունը այդ առումով պարզ կուսակցություն չի։ Սա իսկապես ապրելաձև է։ Դուք չեք մտնում մի հերթական քաղաքական կուսակցության մեջ։ Դուք, ինչպես ասացի, փոխելու եք ձեր ապրելաձևը, սա կենսակերպ է, որով դուք պետք է տարբերվեք մյուսներից, օրինակ ծառայելով, թե ինչպես պետք է նվիրվել Հայաստանին և հայությանը, որտեղ դուք եք ուխտնեք, ապում հենց այդ երբման պահին։ Դուք երդվում եք ծառայել Հայաստանին և հայությանը։ Եվ ուրեմն դաշնակցությունը նաև իսկապես մի մեծ հայրենասիրության դպրոց է, որտեղ դուք կողք կողքի ձեզ կգտնեք նույն ոգով ապրող ընկերներ և իրարից կսովորեք ինչպես ավելի շատ սիրել հայրենիքը։ Եվ իսկապես չկա որևէ ուսում, որևէ կրթություն, որը այդ աստիճանի կարևոր լինի մարդու համար։ Չկա մի ուսում, մի կրթություն, որը եթե օգուտ չի տալիս Հայաստանին և հայ ժողովրդին, իմաստուն է։ Եվ մեր հեծերից մեկը, գիտեք, Ռաֆայել Պատկարյանը շատ գեղեցիկ է դա ասել։ Ասելա, եթե ունի օգուտ Հայաստան, կկալավ դուալ ուսման տալվրա։ Եվ սա իսկապես առաջնորդող պետք է լինի այսօր բոլոր կրթության հարոզողների համար, կրթություն հարոզողների համար։ Ում ապետ ձեր հարոզը, ում ապետ ձեր ուսմունքը, եթե դա օգուտ չի տալու Հայաստանին և հայրենիքին։ Եվ ուրեմն իսկապես մենք պետք է հասկանանք, որ միայն այդպես կարող է կրթվել մի ազգ, մի ժողովուրդ, որը կարող է հաղթանակներ տանել, միայն այդ ոգով կարող է սաղ։ Եվ այսօրվա օրը, որ նաև ընտրել եք որպես ձեր երդման օր, շատ խորհրդանշական է, վայրը և օրը։ Վայրը այն վայրն է, որտեղ եթե մարդ մի քիչ սկսում է կասկածել իր ուժերի վրա, եթե մի քիչ մտածում է, որ կարողանում ենք այլևս հաղթանակների ինքնունավ չենք, պիտի գա Սարդարապատ, պիտի գա այստեղ և ներշնչվի այդ ոգով։ Մենք ժամանակին հենց այդպես էինք անում, երբ որ որևէ մեկը տատանվում էր, գնում էինք Արցախ։ Գնում էինք Արցախ, այդ բոլն ու ջուրը մեզ ուժ էր տալիս։ Հիմա մեզ ձեռքից խլեցին։ Եվ այս ամենը մենք պետք է կարողանանք որը վերլուծել ու հասկանալ, ինչու դա պատահեց։ Պատահեց, որտեղ այդ ոգին կուրացվեցին։ Եվ նորից պետք է հիշել Մժդեհին ասում էր, որ ամեն հաղթանակ
ժողովրդից է և ամեն պարտություն անկարող ղեկավարից։ Սա իրականություն է և մեր ժողովուրդը դա փաստել է։ Այս հաղթանակը, որ մենք ունենք Սարդարապետի, դա այո ժողովրդից է։ Այդ հաղթանակի ոգով դաստիարակված սերունդն էր, որ հաղթեց Շուշիում, որ ազատագրեց Արցախը։ Եվ եկավ մի անկարող ղեկավար, որ բերեց պարտություն։ Սա էլ ենք տեսել։ Եվ ուրեմն պետք է այս ամեն ինչից իսկապես շատ խորը դասեր քաղել։ Մենք պետք է բեկում մտցնենք այս վիճակին։ Մենք պետք է մեր ժողովրդին վերադարձնենք հաղթանակի բերկրանքը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եվ մեր ավանդույթների համաձայն մենք երբ որ նոր սերունդ է գալիս երդվելու, այդ սերունդին ինչ-որ անուն ենք տալիս։ Ես կարծում եմ, որ ամենալավ անունը, որ այս երդվողների կտրվի, դա նոր հաղթանակների սերունդը։ Դուք պետք է բերեք նոր հաղթանակներ, միանալով դաշնակցական մեծ ընտանիք։ Դուք պետք է մեր ժողովրդին վերադարձնեք իր կորցրած բերկրանքը հաղթանակը։ Ազատեք ժողովրդին այս պարտության մրցավանքից։ Մեր ժողովուրդը հաղթող ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը իր ուժի տեղը երբ գտավ, երբ միավորվեց, այդ հաղթանակները չեն ուշան։ Այդ հավատով և վստահությամբ է, որ դուք այսօր եկել եք այսօր երդման։ Այո, այսօր խաչություն է պահանջում այս տղաչալ անգելանելի վիճակում գալ, երդվել և իր կյանքը նվիրել նոր հաղթանակներ բերելու։ Խաչություն է պահանջում, բայց ինչպես մեր երկրն ասում, որ խաչելին չի ասպասում։ Հիմա հենց ժամանակն է, պիտի գա։ Եվ դուք եկել եք, ապրեք, և այդ խաչությամբ դուք պետք է նաև վարակեք մյուսների։ Եվ այն ինչի վրա դուք հիմա պետք է երդվեք, նույնպես պատմություն անցած և այդ հաղթանակները մարմնավորող առարկաներ են, պարագաներ են։ Այստեղ է այն դրոշը դաշնակցության, որ ծածանվել է Սարդարապետում։ Այստեղ է այն դրոշը, որը բարձրացվել է Շուշիում։ Այստեղ է այն ծրագիրն ու կանոնագիրը, որի վրա երդվելով չեն շեղվել դրանից մեր նախկին մեծերը, պետական և կուսակցական այրերը 1907 թվականի ծրագիրն է և կանոնագիրը։ Եվ այստեղ է նաև Զորավար Անդրանիկի մաուզերը։ Զորավար Անդրանիկը կարծում եմ որևէ մեկի համար չպիտի ներկայացնի նրա կատարածը, նրա անցածը և նրա ոգին։ Եվ ուրեմն դուք երդվելով այս պարագաների վրա, դուք իսկապես ամբողջությամբ պետք է ներծծվեք այդ հաղթանակի ոգով։ Դուք միանգամից դառնաք հետևորդը, կրողը այդ գաղափարների, այդ նվիրվածության, այդ խաչության, որ ունեցել են մեր հաջորդիները, կուսակցական, պետական, ազգային գործիչները։ Եվ հիմա ես կարտասանում երդման տեքստը, ներքևում իհարկե, հետո դուք կմոտենաք, իմ հետևից կկրկնեք բնականաբար երդման տեքստը, հետո կմոտենաք ամեն մեկը առանձին ձեռքը կդնեք դեմքին և կասեք երդվում է։